Բարև ձեզ, Վարշավայից իր աշխատանքն է շարունակում ՎՏ Հայաստան Նյուզը։ Այստեղ կգտնեք միայն վստահելի, փաստահեն եւ օբյեկտիվ տեղեկատվություն։ Տաղավարում աշխատում է Ռազմիկ Մարտիրոսյանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը շարունակում է հավատարիմ մնալ TRIP նախագիծն իրականություն դարձնելու հանձնառությանը։ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակն Արմեն Պրեսի հարցմանի պատասխան ասել է, որ Ադրբեջանը կստանա կապ Նախիջևանի հետ, մինչդեռ Հայաստանը կշահի տարածաշրջանային կապերի բարելավումից։ TRIP-ը շարունակում է մնալ Միացյալ Նահանգների առաջնահերթություններից մեկը, քանի որ այն ունի Հարավային Կովկասում եւ դրանից դուրս խաղաղությանն ու բարեկեցությանը խթանելու ներուժ։ Թրամփի վարչակազմը շարունակում է հավատարիմ մնալ TRIP-ը իրականություն դարձնելու հանձնառությանը։ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը հիշեցրել է, նախագիծը նախատեսում է ստեղծել բազմամոդալ տրանսպորտային հանգույց, որը կմիացնի Ադրբեջանի հիմնական տարածքը եւ Նախիջևանը, միաժամանակ հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, իրավազորությունը, ինչպես նաեւ ապահովելով Հայաստանի համար փոխադարձ օգուտներ։ TRIP-ը եւ հարակից պայմանավորվածությունը մեկնարկին աջակցելու նպատակով Միացյալ Նահանգները ստանձնել են $145 միլիոն նախնական պարտավորություն, որը կբացի տարածաշրջանային կայունությունն ու տնտեսական աճը։ Այս միջոցները կաջակցեն Հայաստանում առևտրի, ենթակառուցվածքների եւ սահմանային անվտանգության ոլորտում ներդրումներին եւ կավելացնեն տարածաշրջանային կապակցվածությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ղազախստանի արտգործնախարար Կոշերբաևի գլխավորած պատվիրակությանը։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ տարածաշրջանում ընթացող գործընթացները դրականորեն են ազդում հայ-ղազախական համագործակցության վրա, մասնավորապես Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Վրաստանի տարածքով կայացած երկաթուղային հաղորդակցությունը նոր թափ է հաղորդում առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը։ Կոշերբաևն իր հերթին Փաշինյանին փոխանցել է Ղազախստանի նախագահ Տոկաևի ջերմ ողջույնները եւ նշել, որ Երևանում բոլոր փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերով արդյունավետ քննարկումներ են կայացել։ Նախարարն արտահայտել է վստահություն, որ կայացած երկաթուղային հաղորդակցությունը զգալիորեն կընդլայնի երկկողմ առևտրատնտեսական կապերը, ընդգծելով տարածաշրջանային տրանսպորտային երթուղիների ապաշրջափակման կարևորությունը եւ Ղազախստանի աջակցությունը TRIP-ի եւ Հայաստանի կառավարության նախաձեռնած խաղաղության խաչմերուկ նախագծերին։ Ինչ նարատիվներ են հայկական մեդիայում շրջանառվում TRIP-ի վերաբերյալ, որոնք են ապատեղեկատվության դեմ պայքարի ամենաարդյունավետ գործիքները, ինչ է հիբրիդային պատերազմը եւ ինչ կերպ է այն արտահայտվում։ Թեմաների վերաբերյալ կզրուցենք Մեդիայեմի խմբագիր Գեղամ Վարդանյանի հետ։ Հայաստանը երկիր է, որը որ անկախության առաջին օրվանից կոնֆլիկտի մեջ է։ Այսինքն մենք որպես պետություն պերմանենտ կոնֆլիկտի մեջ ենք եղել եւ դեռ շարունակում ենք լինել։ Եվ մեր համար այդ իրական պատերազմը, հիբրիդային պատերազմը, այսպես ասած, անընդհատ մեզ ուղեկցող երևույթներ են եղել եւ արտահայտվել են տարբեր ժամանակներում, կախված այդ տարբեր ժամանակների համար օգտագործվող մեդիամիջոցներից։ Այսինքն եթե պատերազմը, ասենք 90-ական թվականներին ուրիշ է վերարտահայտվում, որովհետեւ մեդիաները ուրիշ տևի 2000-ականների դասակումների ինտերնետի զարգացման հետ կապված ուրիշ տև, ապա հիմա այդ սոցիալական ցանցերի ազդեցության եւ արհեստական բանականության գործիքների կիրառության ժամանակներում ընդհանրապես ձևերը փոխվել են, բայց մենք այսինքն առնվազն երկու երկրից մշտական, այսպես ասած, եւ իրական պատերազմական ինչ-որ դեպքերում եւ նաեւ հիբրիդային պատերազմի մեջ եղած պետություն ենք, որ շարունակում է լինել եւ այդպես ասած նորություն չի եւ տարբեր երկրներ, որոնք շահեր ունեն Հայաստանում, ինֆորմացիոն օպերացիաներ գուցե այդ բառը օգտագործեն, իրականացնում են Հայաստանում, որի նպատակն է նորից խարխլել հասարակության կամ մարդկանց հավատը իրենց իշխանությունների նկատմամբ, իրենց պետական ինստիտուտների նկատմամբ, հավատալ, որ մենք որպես պետություն, որպես անկախ պետություն, սուվերեն պետություն շատ քիչ շանսեր ունենք շարունակելու լինել եւ անպայման պետք է կողմ ընտրենք եւ այդ կողմը պետք է լինի շատ ուժեղ մեկը կամ երաշխավոր մեկը ուղղված նրան, որ որ տարածեն դավադրության հնարավոր բոլոր տեսությունները մեր հասարակության մեջ եւ մեծ հաշվով նորից եմ կրկնվեմ, էլի տարածենք հասկանալություն, անվստահություն։ Մասնավորապես որ երկրները նկատի ունեք, պարոն Վարդանյան։ Եթե խոսեմ կոնֆլիկտների մասին, պատմականորեն իհարկե Հայաստանում ինֆորմացիոն օպերացիաներ իրականացրել է
Ադրբեջանը եւ այդ մասին երևի այդ ինֆորմացիոն օպերացիաները եղել են եւ պատերազմի ժամանակ 20 թվականի դրանից առաջ դրանից հետո եղել են ուղղակի հակերային հարձակումների տեսքով եւ ինֆորմացիոն տարբեր գործողությունների տեսքով Թուրքիան ավելի համատաբար գուցե ոչ այդքան մեծ ուշադրություն դարձնելով բայց բնականաբար որպես դաշնակից վերջին 21 թվականի ընտրությունները եթե վերցնենք օրինակ այնպես չի որ ժամանակ չէր ասում հիբրիդային պատերազմ բայց այս նույն գրեթե նույն բոլոր նարատիվները որի մասին հիմա խոսում ենք այդ նարատիվները կային այն ժամանակ եւ այդ նարատիվները մշտական են եւ եթե թվարկել ենք այդ նարատիվները օրինակ եւ հետազոտություններ կան եւ հրապարակումներ կան այդ նարատիվների մեջ նշվում է որ օրինակ Հայաստանը որպես պետություն կամ շատ դժվար կլինի որ Հայաստանը ապրի առանց ուժեղ հզոր երաշխավորի եւ այդ ուժեղ հզոր երաշխավորը ասենք թե մեր նախկին պետությունը որ նախկինում նույն տարածքում ենք նույն պետության մեջ ենք սովետական միության դա Ռուսաստան այսինքն վերջին առնվազն կես տարվա ընթացքում եթե այդքան ժամանակ կապված վերցնեմ գրեթե բոլոր ինֆորմացիոն հարձակումները շատ ինֆորմացիոն հարձակումներ որոնք եղել են Հայաստանի վրա տարբեր տեսքերով մատրիոշկա կոչվող ցանցը APT-25-26 ցանցերը հնարավոր այքերը որոնք որ արվել են հայտնի է դոպելգենգեր մեթոդով երբ որ հայտնի կայքի նմանությամբ ստեղծվում է կեղծ կայք նմանակող կայք եւ տարածվում է ապատայեկացություն այդ կայքերը երբ որ ուսումնասիրել ենք փաստես տվողներն են ուսումնասիրել հետազոտողները այդ կայքերի ոնց որ հետքերը տանում են դեպի Ռուսաստանի հետ աֆիլիացված խմբեր եւ ինչ որ դեպքերում դա օրինակ շատ արդեն հայտնի Հայաստանում շատ հայտնի բայց արդեն եւ մի կողմից շատ լավ է որ հայտնի այնքան հայտնի որ ոչ մեկ նրան արդեն առանձնապես բանտեղ չի դնում ասենք թուրք լրագրող որը որ ուժեղ կապեր ունի ասենք ռուսական տարբեր կողմերի հետ եւ այլն այսինքն հիմա ճիշտն ասած երբ որ խոսում են հիբրիդային վտանգների մասին, երբ որ խոսում են օտարերկրի ապատայեկատվական հոսքերի եւ միջամտության մասին, ավելի շատ որպես երկիր նկատի են ունենում Ռուսաստանի հետ կապ ունեցող խմբերի ազդեցությունը։ Վերջերս օրինակ շատ հետաքրքիր ազատության եթերում արտգործնախարարի տեղակալի հետ հարցազրույց էր եւ այս հիբրիդային պատերազմի շրջանակներում գիտեք Եվրամիության խումբ է գալու Հայաստան, որպեսզի աջակցի ընտրություններից առաջ Հայաստանի կառավարությանը հենց այդ հիբրիդային պատերազմին դիմակայելու համար եւ նշվում է որ հիմնական ուղղությունը դա հակերային հարձակումներին դիմագրավելն է նաեւ տեղեկատվական անվտանգություն ամրացնելը եւ բրիֆինգի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարարի մամուլի խոսնակը Զախարովան ասել որ մենք էլ ենք պատրաստ ռուսական մի խումբ ուղարկել Հայաստան հիբրիդային պատերազմներին դիմակայելու համար եւ մեր արտգործնախարարի տեղական երբ որ այդպեսի հարցերին նա ասաց այո մենք շատ ուրախ կլինենք եթե մեր գործընկերները մեզ ցույց տան թե ինչպես են աշխատում ռուսական մատրիոշկա կամ APT-25-26 ցանցերը։ Ձեր ուսումնասիրություններն ինչ են ցույց տալիս, ինչ նարատիվներ են հայկական մեդիայում շրջանառվում թրիփի վերաբերյալ օրինակ։ Թրիփի վերաբերյալ հատկապես այդ նարատիվները շատ ակտիվ էին Իրանում ընթացող ռազմական գործողությունների ֆոնին եւ այդ շատ բնական է որովհետեւ շատ լավ ինֆորմացիոն առիթ է կասկածի տակ դնելու նրանց ովքեր որ դա ինֆորմացիոն տեսակետից իրենց օրակարգին հարմար է կասկածի տակ դնելու թրիփի իրականացումը եւ թրիփը որպես այդպեսին այն դեպքում երբ որ թրիփի ստորագրած երկրներից մեկը Միացյալ Նահանգները պատերազմի մեջ է Իրանի հետ որը որ Հայաստանի հարևան երկիր է որի սահմանին իրականացվելու է այդ թրիփ կոչվող նախագիծը եւ այդ ամբողջ իրանական այդ պատերազմի ընթացքում ամբողջ ընթացքում եւ հիմա էլ է շարունակվում թրիփի վերաբերյալ տարածվում էին մի քանի այսպիսի թեզեր օրինակ այն որ թրիփը կարող է ընդհանրապես չի իրականացվի մեկը ամենամեծը կախված նրանից որ Միացյալ Նահանգները մտել է
պատերազմի մեջ մեր հարևան պետության հետ եւ այդ մեր հարևան Իրանը չի հանդուրժի իր սահմանին նման նախագիծ կարևոր թեզեր մանիպուլատիվ են որ TRIP-ը ընդհանրապես ռազմահետախուզական օբյեկտ է ընդդեմ Իրանի եւ դա խոսակցությունները տարբեր քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ տարբեր ուղղությամբ իրենց խոսույթում շրջանառում էին ու նաեւ չնայած ոչ մի ձև չի հաստատվում որ TRIP-ը ընդհանրապես ռազմական կամ հետախուզական նշանակություն ունի կամ մի թեզեր կար որ ասում են եթե այ հիմա օրինակ TRIP-ը իրագործված լիներ TRIP-ը կլիներ լեգալ թիրախ որպեսզի Իրանը հարվածեր օրինակ Հայաստանին դա նույնպես հետապաստեցուողները որպես մանիպուլատիվ թեզ են վերաբերվում եւ կեղծպնդում բացի դրանից նորից նույն Իրանի մի քիչ ուրիշ կողմ է գնում TRIP-ից ուրիշ կողմ, բայց նաև քանի որ Միացյալ Նահանգների հետ է կապվում TRIP-ի իրականացումը, այն թեզներ պնդվում, որ ծոցի երկրներին երբ որ սկսեց հարվածել Իրանը, թեզներ պնդվում, որ չնայած որ ԱՄՆ-ն այնտեղ ներդրումներ արել, բայց մեկ է այդ ներդրումները չեն պաշտպանել այդ երկրին որպես երկիր եւ TRIP-ը ոչ մի ձև մեզ ալերացիչ պաշտպանություն չի տա բայց այստեղ մի հատ շատ կարեւոր տարբերություն կա ծոցի երկրներում Միացյալ Նահանգները ուղղակի ռազմական բազաներ ունեն եւ TRIP-ը ոչ մի ձև ռազմական բազա չի եւ դա նույնպես համեմատությունը ընդհանրապես տեղին չի Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկը նախատեսում է 2026 թվականին ընդհանուր առմամբ շուրջ 5 միլիարդ եվրոյի ներդրումներ ուղղել Մերձավոր Արևելքի հակամարտությունից տուժած տնտեսություններին։ Երկրների թվում է նաեւ Հայաստանը։ Հայաստանը ներառված է այն երկրների շարքում, որոնք անմիջականորեն չեն հանդիսանում հակամարտության կողմ, սակայն ենթարկվում են դրա տնտեսական ազդեցությանը որպես տարածաշրջանային շղթայի մաս։ Հակամարտության հետևանքները արտահայտվում են առևտրային ուղիների խափանումներով, էներգետիկ եւ հումքային շոկերով, ներդրումային վստահության նվազմամբ եւ սոցիալ-տնտեսական ճնշումների աճով։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև ուժեղացնել էներգետիկ անվտանգությունը, աջակցել բիզնեսին շուկայի տատանումներին դիմակայելու համար, ինչպես նաև ներդրումներ կատարել ենթակառուցվածքներում եւ թվային լուծումներում։ Իրանից Հայաստան զանգվածային բազմահազարանոց արտագաղթ չկա, սակայն հոսքի ավելացման միտումն աչքի է ընկնում։ Մի շարք կանխատեսումների համաձայն, եթե Իրանում էսկալացիան շարունակվի, ավելի քան 1 միլիոն իրանցի կարող է տեղափոխվել Հայաստան։ Ոդտակի թղթակից Դմիտրի Անդրիանովը վերադարձել է Իրանի սահմանին գործողումից եւ կպատմի, թե ինչպիսի իրավիճակ է այնտեղ։ Հայաստանը հյուրերին սրտաբաց է ընդունում։ Անցման կետում իրանցիներին առաջարկում են տաքսոծառայություններ, թե մինչև մայրաքաղաք 370 կիլոմետր, թե Վրաստան, ավտոմեքենայի վարձույթ, հյուրանոց եւ նույնիսկ զվարճանքի ծրագիր։ Հայաստանի սահմանամերձ գոտին, Կապան, Սյունիք քաղաքները եւ սահմանային գրեթե կից գտնվող Մեղրին խաղաղ ժամանակ հանրաճանաչ վայրեր են իրանցի զբոսաշրջիկների համար։ Մեր քաղաք շատ իրանցիներ էին գալիս։ Մենք նրանց լավ էինք ընդունում։ Նրանք ասում են Իրանում շատ բան չկա, ինչ ձեզ մոտ Հայաստանում հասանելի է։ Մենք բարի հարևաններ ենք, եւ շատ ցավալի է, որ այնտեղ պատերազմ է եւ մարդիկ տուժում են։ Իրանական իշխանությունները զորակոչից առաջ արգելեցին իրենց քաղաքացիներին լքել երկիրը, բացառությամբ բեռնատար վարորդների, ինչպես նաեւ արտասահմանյան անձնագրեր ունեցողների, իսկ դրանք շատերի մոտ կան։ Քամյարը խնդրում է չցուցադրել դեմքը եւ չտալ իր իրական անունը։ Հայրենիքում արտասահմանյան ուղևորությունը կարող է անախորժություններ առաջացնել։ Ես փախստական չեմ փախել, սովորական զբոսաշրջիկ եմ, Հայաստանում առաջին անգամ չեմ, հիմա մտադիր եմ Երևանում 4-5 օր անցկացնել և վերադառնալ, յուրաքանչյուր երկիր իր սահմանափակումներն ունի, բայց Հայաստանում մարդիկ ավելի անվտանգ են զգում իրենց, ինձ համար սա իրական հանգիստ չէ, ինչպես միշտ լիովին հանգստանալ չի ստացվի, իմ երկիրը պատերազմի մեջ է և ես ուզում եմ հանգստանալ, որոշ պահեր ապրել, նոր մարդկանց հետ հանդիպել։ Գավառը, որտեղ բնակվում է Քամյարը, հեռու է մարտական գործողություններից։ Սակայն նրա խոսքով պատերազմ ամենուր զգացվում է։ Հայկական սահմանն հասել է 11 ժամում, փոխելով մի քանի փոխադրամիջոց։ Մինչդեռ խաղաղ ժամանակ ճանապարհն 2 անգամ ավելի արագ էր անցնում։ Նրա ուղեկիցը, ով Թեհրանից է, ավտոստոպով փախել է ռմբակոծություններից։ Նախկինում Հայաստանն իրանցիներին գրավում էր իր ծառայություններով, որոնք հայրենիքում անհասանելի էին։ Հայկական քաղաքներում ազատ վաճառվում է ալկոհոլ, գործում են կազինոներ,
ու գիշերային ակումբներ։ Առաջարկում են նաև ինտիմ ծառայություններ։ Այժմ սահմանամերձ հաստատություններում այցելուներ քիչ են։ Մեզ մոտ երեկոյան միշլիկներ լինում, այո, հիմնականում իրանցի զբոսաշրջիկներ։ Շատ գարեջուր են պատվիրում։ Մենք սահմանին մոտ ենք, ուստի ավտոբուսները անցակետից անմիջապես մեզ մոտ են գալիս։ Իրано-հայկական սահմանն անցնում են ժամում 2-3 բեռնատար մեքենա եւ հիմնականում հետիոտն եվրոպական ոճով հագնված բավարար անգլերեն ունեցող երիտասարդների խմբեր։ Հաճույքով շփվում են, բայց խնդրում են անանուն մնալ։ Տանը մնացել են հարազատները ու մտերիմները եւ իրանական իրավապահները կարող են նրանց անհարմար հարցեր տալ։ Շրջանառվում է լուրը։ Սահմանից փախածներից իշխանությունները բռնագրավում են հայրենիքում մնացած գույքը, իսկ օտարերկրյա լրագրողների հետ շփման համար բանտային ժամկետներ են սպասվում։ Իրանցի միգրանտների կարծիքով Իրանից փախստականների միլիոնանոց հոս դժվար թե լինի, նույնիսկ եթե առճակատումը հասնի ամենաթեժ կետին։ Երկրի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը փախուստի համար պարզապես գումար չունի։ Ագարակի եւ Մեղրու բնակիչները բողոքում են, որ հայ սահմանապահները չեն թողում նրանց Իրան գնալ։ Թեև Հայաստանի սահմանապահ ծառայությունից պաշտոնական արգելք չկա, անվիզա ռեժիմը ոչ ոք չի չեղարկել։ Սահմանամերձ շրջանների բնակիչները սովոր են մոտակա իրանական քաղաք մեկնել գնումների։ Բանջարեղենն ու մրգերն այնտեղ 2-3 անգամ ավելի էժան են։ Հայկական բիզնեսը վաղուց են տելացել Իրանից մանր-մունր մեծածախ առևտրին։ Սնունդն ու հագուստը խիստ պահանջված ապրանք են։ Սակայն Մեղրու ավտոմոբիլիստները խորհուրդ չեն տալիս Իրանում էժան իրանական բենզինով բակ լցնել, որի լիտրը 5 ցենտ է, քանի որ այն վատ որակի է։ Հայաստանում բենզին արժե մոտ $1.30, ավելի ձեռնտու է գազով լիցքավորել։ Երկրում ավտոմոբիլային գազի վրա ամենաշնորհ ունի ռուսական Գազպրոմը։ Դմիտրի Ադրյանով, հայ-իրանական սահման, ոդտակ։ Հայաստանում բացվել է Էստոնիայի դեսպանությունը։ Հայաստանի եւ Էստոնիայի արտգործնախարարները մասնակցել են Հայաստանում Էստոնիայի ռեզիդենտ դեսպանության բացման պաշտոնական արարողությանը, որը կայացել է Էստոնիայի արտգործնախարարի Հայաստան պաշտոնական այցի շրջանակում։ Էստոնիան, փոքր պետություն լինելով, տեսնում է, որ մի շարք երկրներ, հատկապես Եվրոպայում, փակում են իրենց դեսպանությունները, իսկ մենք բացում ենք 5 նոր դեսպանություն։ Եվ այդ շարքում առաջինը հենց Էստոնիայի դեսպանությունն է Հայաստանի Հանրապետությունում։ Սա արտացոլում է Էստոնիայի կառավարության եւ անձամբ ձեր հանձնառությունը, սիրելի ընկերներ, զարգացնելու Հայաստան-Էստոնիա հարաբերությունները, ինչպես նաեւ շարունակելու աջակցությունը, ցուցաբերելով ամուր աջակցություն Հայաստանի ժողովրդավարությանը եւ Հայաստանի ժողովրդին, իր ազատության, ինքնիշխանության, իհարկե նաեւ տարածքային ամբողջականության եւ ժողովրդի բարեկեցության ձգտման ճանապարհին։ Հայաստանի եւ Էստոնիայի արտգործնախարարները ստորագրել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եւ Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև ընդլայնված գործընկերություն հաստատելու մասին փոխըմբռնման հուշագիր։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Հետևեք մեզ ՎՏ Հայաստան Նյուզի Facebook-յան եւ YouTube-յան հարթակներում, որպեսզի բաց չթողնեք օրվա կարևոր նորությունները։